Այսօրին Հրազդան մարզադաշտին հարող տարածքից մեկնարկած ավտոերթի մասնակիցները կանգնեցին Լենինգրադյան փողոցի սկզբնամասում։ Ոստիկանությունը փակել էր Լենինգրադյանին հարող փողոցներից մեկը, որով երթի մասնակիցները ցանկանում էին ուղևորվել դեպի քաղաքի կենտրոն։ Արդյունքում վարորդները դադարեցրեցին երթը, պահանջելով, որ փողոցը բացվի։ Մայրաքաղաքի ամենաերթևեկելի փողոցներից մեկը փակվեց։ Ոստիկանության ներկայացուցիչները փողոցը փակելու համար տարբեր պատճառաբանություններ էին բերում։ Նախ ասում էին, թե ճանապարհն է վերանորոգվում, հետո որ խցանում կլինի, իսկ վերջում էլ պնդեցին, որ այդպես են նպատակահարմար գտնում։ Սա դիտավորյալ արհեստականորեն խցանում է սա։ Կենտրոն չեք թողնում գնալ։ Դուր չեմ տալու, ոչ, ես ես ճանապարհ եմ տալու, շարժվեք։ Դե լավ, ոստիկանությունը նպատակահարմար որ է ճանապարհ։ Դուք կարող եք նույն հաջողությամբ նպատակահարմար գտնել, ասենք 5 հոգուց ձերբակալ եք տալ, ասեք եւ նպատակահարմար։ Դա նպատակահարմար օրենքի կետերով հիմնավորեք, թե ինչ իրավունք ունեք։ Վարորդները սկսեցին բանակցել ոստիկանների հետ։ Քիչ անց քաշքշուկ սկսվեց, 4 հոգի բերման ենթարկվեց։ Իրենց ընկերներին օգնելու համար մի քանի վարորդներ նստեցին ոստիկանական մեքենաների դիմաց։ Վարչական ձերբակալում։ Սա վարչական ձերբակալում է։ Հասկացանք, ինչի։ Պատճառը կասեք։ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չի։ Չփակել երթևեկություն։ Բայց դուք եք չփակել նրանց ճանապարհը, չեք թողնում անցնեն։ Բաց չէ ճանապարհ։ Ոչ մի օրինական իրանցից պահանջ չունենք մենք։ Իսկ երթևեկությունը ասում է, որ կանգնեցնում են։ Ոչ, այ հիմա իրանք են կանգնեցել երթևեկությունը։ Էսա մեր ճանապարհը ուզում ենք շարժենք, թողեք շարժենք։ Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի խոսքով 4 հոգի բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Վարորդներն էլ տեղում ասացին, որ կհեռանան Լենինգրադյան փողոցից միայն իրենց ընկերներին վերադարձնելու դեպքում։ Բանակցությունների արդյունքում վարորդները համաձայնվեցին վերադառնալ Հրազդան մարզադաշտին հարող տարածք։ Ոստիկանությունն էլ խոստացավ քիչ անց վերադարձնել նրանց ընկերներին։ Մոտ կես ժամից բերման ենթարկվածները ազատ արձակվեցին։ Ոչ մի արձանագրություն չեն կազմել, ոչ մի իրավական հիմք չեն ներկայացրել, ինչի համար են տալել են, կալանավորել են բերման ենթարկել, ինչ են արել, հետո ասացին ազատ եք։ Ինչ արեցիք, ուղղակի նստեցիք ու եկաք։ Հա, այսքան ժամանակ եմ դեղ ուղղակի նստել եմ։ Արթուրն ուրա։ Մի բան չէ, հիմք էլ չեն ներկայացրել, ինչի համար են մեզ բերման ենթարկել, թե կալանավորել, թե։ Իսկ ձեզ ինչի համար տարան։ Բանի համար ես պահանջում եմ, որ ընկերներից բաց թողեն անիմը ձերբակալության համար, դրա համար տարան։ Ավտոերթին մասնակցում էին ինչպես տաքսիստներ, այնպես էլ բավական թանկարժեք մեքենաների վարորդներ։ Նրանք բոլորն էլ պնդում էին, որ իրենց ամեն ամիս մի քանի տասնյակ հազար դրամով տուգանում են։ Բանը հասել է նրան, որ անգամ նախորդ բողոքի երթին մասնակցելու ժամանակ են տուգանել։ Ամեն ամիս ինչքան են դες տուգանում։ 50,000, 40,000, 35, միջինը 20-ից 25,000։ Դուրս մեր գրպանից նախաձեռնությունը պահանջում է, որ Մայրաքաղաքում վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղիները, 5 անգամ կրճատվեն տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքների չափը, չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները եւ մինչ նոր կանոնակարգի մշակումը վարորդները չտուգանվեն։ Առաջիկայում նախաձեռնությունը պատրաստվում է նոր բողոքի երթեր անցկացնել։